Եվրոպայում ապրող հայը մահանում է, ով է ժառանգում նրա գույքը և որ երկրի օրենքն է գործում։ Եվրոպայում բնակվող անձի մահվան դեպքում ժառանգության հարցերը կարգավորվում են նրա մշտական բնակության երկրի օրենքով, եթե նա նախապես կտակով այլ ընտրություն չի կատարել։ Եվրամիության ժառանգության միասնական կանոնակարգի համաձայն գործում են հետևյալ կանոնները։ Որ երկրի օրենքներն է գործում։ Օրինակ, հայը եթե բնակվում է Ֆրանսիայում, ապա նրա ողջ գույքը Եվրոպայում, թե Հայաստանում, թե Ֆրանսիայում ժառանգությունը կառավարվում է միայն Ֆրանսիայի օրենքներով։ Բայց կան բացառություններ։ Եթե անձը կտակ է անում և նշում է, որ ցանկանում է, որպեսզի ժառանգությունը բացվի բացառապես Հայաստանի օրենքներով, ապա կտակը պետք է բացվի Հայաստանում։ Այս դեպքում գործում է հայկական օրենքը։ Այս կանոնները չեն տարածվում Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Դանիայի վրա։ Եթե գործում է եվրոպական երկրի օրենքը, ապա եվրոպական երկրների մեծ մասում առաջնահերթությունը տրվում է ամուսնուն և երեխաներին։ Կան նաև պարտադիր բաժնի խիստ կանոններ, որոնք թույլ չեն տալիս երեխաներին ամբողջությամբ զրկել ժառանգությունից, նույնիսկ կտակի առկայության դեպքում։ Որտեղ է բացվում ժառանգությունը։ Ժառանգությունը սովորաբար բացվում է եվրոպական այն երկրի նոտարական գրասենյակում կամ դատարանում, որտեղ անձը վերջին շրջանում բնակվել է։ Գործընթացը հեշտացնելու համար տրվում է եվրոպական ժառանգության վկայագիր, որը ճանաչվում է եվրոպական բոլոր երկրներում։ Հիմա ես այդ օրինակը կներկայացնեմ օրինակ Բելգիայի օրինակով, որ հայը բնակվում է Բելգիայում և ինչպես են գործում ժառանգության օրենքները։ Հարկերը նախ, անկախ նրանից, թե քաղաքացիական հարցերում որ երկրի օրենքն է կիրառվում, ժառանգության հարկերը միշտ վճարվում են Բելգիայի, հիմք ընդունելով մահացածի վերջին հարկային ռեզիդենտության տարածաշրջանը, Բրյուսել, Ֆլանդրիա կամ Վալոնիա, եթե նա ապրել է Բելգիայում։ Բելգիայում բնակված անձի դեպքում հարկվում է նրա ամբողջ համաշխարհային գույքը։ Ովքեր են ժառանգում գույքը։ Բելգիայում գույքը ժառանգում են առաջին հերթի ժառանգները։ Բելգիական օրենքով ամուսինը միշտ ստանում է գոնե բնակարանից օգտվելու իրավունք։ Բելգիական օրենսդրությամբ երեխաները և ամուսինները ունեն պարտադիր բաժնի իրավունք, որը կտակով անգամ հնարավոր չէ ամբողջությամբ զրկել ժառանգությունից։ Ժառանգության գործընթացը սկսելու համար ժառանգները պետք է դիմեն տեղական նոտարին։ Հարգելի հետևորդներ, այլ օգտակար տեղեկատվություն ստանալու համար կարող եք բաժանորդագրվել Լիանա Բալյան YouTube ալիքին։